40 դախլչիները իրանք այն տիպին են պատկանում, որ իրանք պետքա լավ ապրեն, շատ փող կթեն, այդ ռուսական մոդելն է, իրանք պետքա շատ փող ունենան, գնան Մոնակոները, գնան, չգիտեմ, այտենց ինչ-որ Բադեն-Բադենները, գնան Փարիզում տուն առնեն, բան, բայց սա մնացածը պետք է ստեղ իրանք այտենց Nokia-ի պես պետք է աշխատեն, իրանք պետք է Եվրոպայի հետ կապ չունենան, ինչու, որովհետև եվրոպական մոդելի մեջ մեր այս 40 սուպեր դախլչիները, որ իրանք դնում են բիզնեսմենների մեյով եւ օլիգարխների ոյով մեջ իրանք եվրոպական մակարդակով ոչ մեկ են, ժուլիկ են, ուղղակի ժուլիկ, այսինքն որևէ եվրոպական ֆինանսական աուդիտի եւ բանի ստանդարտ իրանք չեն անցնի, հիմա չասեն որ մենք բերում ենք, ասենք, չգիտեմ, KPMG-ից աուդիտ են անցնում, չէ, դրա մասին չի խոսքը, գոյություն ունի հանրային պատասխանատվություն, հա, social responsibility, որ դու ասենք ինչ-որ բան ես անում, գոյություն ունի քո աշխատողների հանդեպ վերաբերմունք, ասենք, առողջապահական ստանդարտներ կամ, որոնք չես պահում, զուտ ֆինանսականը չի, հա, օրինակ, դու որ պատկերացնում ես եվրոպական ընկերություն, ինչի՞ է տենց ծանր Եվրոպան, որտեղ եվրոպական ցանկացած կորպորացիա ունի պատասխանատվություն իր աշխատողների նկատմամբ, իր աշխատողների ընտանիքի նկատմամբ, շրջակա միջավայրի նկատմամբ, կլիմայի պատասխանատվություն կա, պետության նկատմամբ, այսինքն այս բոլոր գործոնները որպես համալիր դարձնում են եվրոպական կորպորացիան եվրոպական կորպորացիա